Այն, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը խորհրդարանի ընտրությունից անմիջապես հետո օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, չի նշանակում, թե իշխանությունը պատրաստվում է կարճ ժամանակ անց նոր ընտրություն կազմակերպել, ճեպազրույցում պարզաբանեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ձեռնարկված օրենսդրական փոփոխություններով մասնավորապես նախատեսվում է սահմանել ընտրական ցենզ, որ ընտրությանը մասնակցելու իրավունք ունենան նախորդած 1 տարում առնվազն 6 ամիս Հայաստանում ապրած քաղաքացիները, իսկ ընտրակաշառք բաժանած կուսակցությունների համար սահմանափակվի քաղաքական գործընթացներին մասնակցությունը։ Մենք չենք պատրաստվում ընտրություններ անցկացնել։ Խնդիրը հետևյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել են, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Այս է պատճառը, որ պարզապես այն ինչ որ խոստացել ենք, արագ իրականացնենք, որպեսզի մարդիկ, այսինքն իրանց մոտ հարց չառաջանա, թե ինչու այդ փոփոխությունները չեն արվում։ Վարչապետին վրդովեցնում է, որ 2021 թվականի ընտրությունից հետո ընտրակաշառքի դեպքով հարուցված գործերով մեղադրյալներից ոչ մեկը բանտում չի հայտնվել։ Կարևորում է, որ նույնը տեղի չունենա այս ընտրությունների շրջանում ընտրակաշառքի գործերով անցնողների հետ, իհարկե մեղքը ապացուցվելուց հետո։ Հակառակ դեպքում նշանակում է մեր դատաիրավական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին։ Չի կարող այդպիսի բան լինել, եւ մենք նախորդող շրջանին էլ պետք է անդրադառնանք, ինչի է տենց եղել։ Պետք է ի վերջո մենք չենք էլ հետաքրքրվել միջև այս պահը այդ թեմայով, բայց հիմա դա արդեն քաղաքական հարց է։ Պետք է հասկանանք ով, ում, ինչի համար, ինչա գործը կարճել, ինչ հիմնավորումներով են այդ գործերը կարճվել, ինչի ազատազրկման չեն դատապարտվել։ Որ նախկինում ընտրակաշառքների գործով պատասխանատվության ենթարկվածներ չկան, վարչապետը համարում է հետևանքի արժանի արարք ու համապատասխան ոլորտներում պետք է պաշտոնանկությունների սպասել։ Փաշինյանը չի շտապում նման հայտարարություն անել, թեման ուսումնասիրելը նոր է սկսել, հետևությունները կլինեն հետո։ Ես համարում եմ, որ որ այս ընտրություններում ընտրակաշառք այդպիսի լայն ցանց է գործել, այդ թվում դրա հետևանքն է, որ ժամանակին այդ անողները չեն պատժվել։ Միանշանակ եւ աներկա եւ սրան պետքա տրվի գնահատական։ Առնվազն քաղաքական գնահատական ես կտամ, իրավական գնահատականների մասին իրավաբանները իրենք կգնահատեն եւ իրավական համակարգը ինքը պետքա գնահատի, բայց ակնհայտ է, որտեղ մենք ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ եւ այդ ճգնաժամը պետքա որևէ ձևով լուծվի։ Չի բացառվում, նաև գնանք հասնենք անհատական մակարդակի պատասխանատվությամբ, հասկանանք ով ինչ որոշում է կայացրել եւ ինչու։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի ընդդիմությանը համախմբելու մտադրության մասին հայտարարություն եւ հետընտրական հնարավոր զարգացումներ։ Այս թեմաներով հարցին երկրի ղեկավարն արձագանքեց։ Ձեր նշած համախմբումը նոր չի տեղի ունեցել, այդ համախմբում վաղուց է տեղի ունեցել, ուղղակի չէին հայտարարում, որ ժողովրդի տրամադրությունը չընկնի։ Այսինքն այդ ուժերը համախմբվելու ինչ է, այդ ուժերը նույն ուժն են, նույն կետից կառավարվող, նույն սկզբունքների հիման վրա գործող, այսինքն դա այդ ինչ նորություն է, ակնհայտ փաստ է դա։ Ինչ վերաբերում է քաղաքացիական պայմանագրի ստացած ձայներին, դրանք ըստ Նիկոլ Փաշինյանի անխոցելիորեն լեգիտիմ են եւ իրենք դժգոհ են ոչ թե ընտրության արդյունքներից, այլ դժգոհ են, որ մեր պետությունը դեռ չի հասունացել այնքան, որ հնարավորություն է տալիս նման ծավալի ընտրակաշառք բաժանել։ Խոսելով ընտրական 3 տեղամասերի մասին, որտեղ քվեարկության արդյունքները ճանաչվել են անվավեր, իսկ ընդդիմությունը բողոքում է, որ նոր քվեարկություն չի նշանակվում, իշխանությանն էլ մեղադրում մանդատագողության համար, Փաշինյանը նախ հիշեցրեց։ Այդ տեղամասերում քաղաքացիական պայմանագիրը ստացել է 1800 ձայն, համամասնորեն այնքան, որքան ամբողջ հանրապետությունում գրանցված պատկերն է, ինչի շնորհիվ իրենք մեծամասնություն կունենան ազգային ժողովում, իսկ վերաքվեարկություն նշանակելը նա համեմատում է բաց քվեարկության հետ։ Բաց քվեարկություն ո՞նց կարա տեղի ունենա։ Այսինքն դուք առաջարկում եք, որ ընտրությունների բաց քվեարկություն տեղի ունենա։ Դրան Վենետիկի կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարություն տարածել, դրան Վենետիկի հանձնաժողովն էլ անդրադարձել ժամանակին, մեր սահմանադրական դատարանն էլ անդրադարձել շատ վաղուց,
Այսինքն մաքուր իրավական լուծում է տրված հարցին եւ այդտեղ որևէ քաղաքական շարժման տեղ ընդհանրապես չկա։ Խորհրդարանի հունիսի 7-ի ընտրությունից հետո Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ Ադրբեջանի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Հիկմետ Հաջիևը հանդիպել էին Դիլիջանում։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդ հանդիպման առիթով ասել էր, որ պատերազմի եռագլուխ կուսակցության ստեղծած պատերազմի սպառնալիքները վերացնելու համար պետք է ջանքեր գործադրեն, ճեպազրույցում հավելեց։ Շատ կարևորում եմ նաև, որ հանդիպում տեղի է ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Եվ կառավարում ենք բոլոր այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ, մասնավորապես այն ռիսկերը, ինչի մասին երեք ազգային ժողովի ամբիոնից խոսեցի։ Անվտանգության խորհրդի քարտուղարին Նիկոլ Փաշինյանն է հանձնարարել ադրբեջանական կողմի հետ քննարկել, թե կա հանդիպման անհրաժեշտություն։ Մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարմամբ։ Հայաստանի ընտրության արդյունքների վերաբերյալ բացատրություններ տալու մասին հարցին երկրի ղեկավարը պատասխանեց։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ, որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի այդ դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները, աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Թրիփ նախագծի վերաբերյալ Հայաստանի վարչապետն ասաց. ԱՄՆ-ում վերջերս որոշում է կայացվել ֆինանսավորման մասին։ Ֆոնդ են ստեղծել, որով պետքա ֆինանսավորեն թրիփ նախագիծը այդ թվում եւ տարածաշրջանային մյուս նախագծերը, ընդ որում մեծ ֆոնդ էր հատկացված, հիմա թիվը չասեմ սխալվելու համար, չսխալվելու համար, բայց մեծ ֆոնդի հատկացումը արդեն արվել։ Թե Հայաստանը, թե Միացյալ Նահանգները տրամադրված են առաջ գնալ հնարավորինս արագ, հավելեց Նիկոլ Փաշինյանը։ Խոսելով Հայաստանի համար Եվրամիության օգնության մասին, որը նախապատրաստվում է Ռուսաստանում կիրառվող ներմուծման սահմանափակումները փոխհատուցելու նպատակով, երկրի ղեկավարը նշեց, չէր ցանկանա դրա շուրջ լարվածություն առաջանա, թե մի շուկան մեր մտքում փակել ենք, գնացել մյուսը։ Սա ըստ նրա պետք է համարել դիվերսիֆիկացիայի լավ հնարավորություն։ Եվ իհարկե շնորհակալ եմ Եվրոպական միության մեր գործընկերներին այդքան արագ արձագանքի համար, այդ թվում ֆինանսական աջակցության։ Եվրասիական տնտեսական միությունում խնդիրները լուծելու ավելի վաղ ստանձնած հանձնառության մասին Փաշինյանն ասաց. ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ է նախատեսված։ Այդ նիստին ինքը կմասնակցի եւ խնդիրներով կզբաղվի, բայց հավելեց, այսօր էլ են զբաղվում։ ԵԱՏՄ ինստիտուտներն աշխատում են։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։